Այդ ձիթապտող այն էլ դափնի ասել, բնական աճում են ու նորմալ բերք են տալի։ Ուղղակի կոմունիստների ժամանակ ոռոգման ջուր կա, հիմա չկա։ Այս ծառը մի շաբաթ առաջ ծաղկած էր։ Էրիոբոտրիա ճապոնական զկեր, սա հոկտեմբերի վերջին ծաղկում է, ապրիլի մայիսին մեր մոտ հասունանում։ Իսկ այ գոյացած պտուղներ են սրանք արդեն, այս sense փաստորեն։ Ով մեր մշակած զեյթունը ուտում է, ընդհանրապես խանութինը չեն առնում։ Որովհետև խանութից բերում են, հայերը սիրում են սև ծովյապ, սև 24, սև զեյթուն, ասեք սև սարոշկա, բան այդ ձևը։ Այդ սև զեյթունի միջի յուղը հանած է մեջից։ Յուղը հանում են թանկ գնով վաճառում են, լցնում են, բերում են, փակում են, մեր վրա վաճառում է շատ թանկ գներով, բայց մենք այդ ծառից հավաքում ենք բնական իր յուղով։ Սա իմ մեղվանոցն է։ Այս վերջի 2-3 տարին կլիմա շատ անբայննպաստ է, հետո ես վերագրում եմ նաև անորակ դեղորայքին, որ այդ վարոատիզ կա, տիզ կա, մեղվի տիզ կա, որ վնասում է փաստորեն։ Արագին մարդիկ բողոքում են, որ անկում ալնում, կորուստ ալնում, երկար չի ապրում փաստորեն։ Քնած են կծիկ եղած են, 3 նախորդ օրը որ արևեր դուրս են գալի, թռնում են, բան են անում։ Սա արշատախլենին է։ Պնդուկը գիտեք, պնդուկի ծառանման տեսակն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միայն աճում է Տաուշի մարզում եւ Արցախի Հանրապետության Ավետարանոց գյուղի շրջակայքում կար։ Սա վայրի տեսակն է, փաստորեն, որ 200 ավելի տարի ապրում է եւ ամեն տարի պտղաբերում է, պտուղները ման են, բայց շատ համեղ են, հյութալի են եւ սա որպես պատվաստակալ սրանց վրա, այս արշատախլենու պատմասում է մեր իսկական պտղատու տեսակը, պնդուկը տխլենին։ Մեր արտադրածը մեր չի բավականացնում, մեր ժողովրդի բան չի բարում, դրա համար խնդիր կա գոյացած, որ պետք է հանրապետությունում բայնպաստ զոնաներն, որտեղ կա բայնպաստ զոնա, ընկուզապտուղներ աճեցնեն, այդ թվում նաև տխլենի։ Այս սրանք են, արշատխլենի սա է։ Սա վրա ես պատվաստում եմ որոշակի բարձրության վրա ու դառնում է մի բնանի ծառ, ոնց որ դեղցենի, խնձորենի, տանձենի բան ու տակից մացար չի տալիս։ Ծրագրի նպատակը դա է, որ սա, որ վերացման վտանգի եզրին է, ես բազմացնում եմ, սրանց մի մասը պատմասում եմ որպես պտղատու ծառատեսակ այգի ենք հիմնադրում, մի մասն էլ պիոներական ճամբարներին, առողջարաններին, հիվանդանոցներին, բուսաբանական այգիներին, դպրոցներին են վերևը, այն մեր գյուղի դպրոցը աշակերտները նախաձեռնել են 0.3 հեկտար այգի են հիմնադրել։ 21 թվականից այս գործով եմ զբաղվում, բազմացնում եմ ու բաժանում ենք, վաճառում ենք, նվիրում ենք, ես իմ որտեղ ոնց հասնում ենք փաստորեն։ Այգի ունեմ եւ ունեմ էլի տնկարան։ Թուզ, նուր, տանց, խնձոր, դեղց, զկեր, սալոր, շլոր, ինչ մնաց ընդ է, կարալյոկ, ինչ ասը, ինչ որ 18 ցեղի պատկանող ծառա։ Որակով ինֆորմացիան թանկ արժի, թանկա չէ արժեքը, դա վերջը դա էլ է, արտադրանք է բոլոր դեպքերում։ Նույն ձև ասենք դեղցը կամ խնձորը կամ գարեջուրը կամ չգիտեմ եւ այլ բան։ Մի ժամանակ մեծ քանակի գարեջուր են հանրապետություն ներկրում, բայց Հայաստանում շատ որակով գարեջուր են արտադրում եւ դրսից չեն կարել բերեն, որովհետեւ մերը նրանց ինչ որ միտեղ էլ գերազանցում է փաստորեն։ Նույն ձև գյուղատնտեսության բնագավառումը։ Չունեմ ես խնդիր։ Գյուղատնտեսական ծրագրեր են անում անգրագետ մարդիկ գիտությանը, նորույթին, չգիտեմ, այդ ամեն բան անծանոթ մարդիկ, ինչ որ մի ձևով այդ ծրագրի ֆինանսական միջոցներին իրանք տնօրինում են, անորակ այգի են հիմնում։ Հավասար մրցակցային դաշտ չի ստեղծում, որ ուզում է, հավասար մրցակցային պայմաններ, որ այդ մարդն ինձ հետ աշխատի, տեսնեն սովորաբար ինչ են անում, մի հատ կառույց անելուց մրցույթ են հայտարարում, չէ՞։ Ով այդ մրցույթին հաղթում է, ով որակով ասարկում, ով էժան ասարկում, ով արագ ասարկում, նա է անում այդ ամեն բանը։ Իմ փորձը շատ է, իմ կրթությունը բարձր է, իմ ընկերական շրջապատը, իմ չգիտեմ աշխատած ստաժը եւ այլ ինձ հնարավորություն են տալիս, որ ես ավելի ճիշտ բան անեմ, այդ լողալու քաղաքականություն վարեմ փաստորեն։ Բայց եթե դու ամեն ինչ անում ես, որ իրավական դաշտում աշխատես, այն հակառակ կողմն էլ ամեն ինչ անում, որպեսզի դու այդ պայմաններում ընդհանրապես չկարողանաս դրսևորել, այդ ժամանակ դու արդեն կասկածի մեջ ես մնում, չէ՞։ Տեսնում ես, որ դու ինչ որ ուզում ես անես եւ պիտան ես հասարակությանը եւ որակով այգի ունենալ եւ
վաղը մյուս օր նորմալ այգի ունենան, բայց տեսնում ես որ դա չի ստացվում։ Եթե կա հայրենիք, հայրենասիրություն, կա պատասխանատվություն բան, ամենքն իրաց չափաբարին ընդունեն, որ դա ինքը պարտավոր է, ինքը իրավունք ունի, ինքը ի վիճակի է այդ հարցը լուծելու, մի օր կտենանք, որ մեր երկիրը փաստորեն